Կանխատեսումներից անհամեմատ բարձր տնտեսական աճ՝ 11 տրիլիոն 317,5 միլիարդ դրամ։ Սա Հայաստանի 2025 թվականի համախառն ներքին արդյունքն է։ Այն 2024-ի համեմատ աճել է 7,2%-ով։ Այս աճին 4,3%-ային կետով նպաստել են առևտուրը եւ ծառայությունները, 1,5%-ային կետով շինարարությունը։ Մնացածը բաժին է ընկնում այլ ոլորտներին։ Մենք ավելի քիչ էինք կանխատեսում, քան այսօրվա ցուցանիշն է հրապարակված, բայց դա խոսում է նաեւ մեր տնտեսական ակտիվության մասին, կայունության մասին, տարբեր ոլորտներում իհարկե ունենք այդ աճը, օրինակ շինարարության ոլորտում, բայց այդ ոլորտների աճը բիզնես պետություն համագործակցության արդյունքում է նաև, շինարարության ոլորտում ոչ միայն հիպոթեքների եկամտահարկի վերադարձով հիպոթեկի ազդեցությունն է, որ բավականին բարձր է, այլ նաև պետության կողմից իրականացվող այն ծրագրերը, որ իրականացնում է մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների շինարարության մեջ։ Ունենք աճ նաև ծառայությունների ոլորտում, հիմնականում ՏՏ ոլորտի ծառայությունների մասով է բավականին աճը։ Տարվա արդյունքներով ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են շինարարությունը, տեղեկատվությունը եւ կապը, նաեւ ֆինանսական ու ապահովագրական գործունեությունը։ Փաստացի մենք ընդհանուր համաշխարհային ցուցանիշների մեջ դիտարկում ենք նախ տարածաշրջանի մեր ցուցանիշը, միջին ցուցանիշը, կենտրոնական Ասիայի դա գերազանցում է շուրջ 3%-ով, իսկ ընդհանուր աշխարհի միջինից կրկնակի անգամ ավելի բարձր, աշխարհի միջինը 3,3% է։ Այստեղ եթե մենք ընդհանուր այդ ճյուղերի դինամիկան նայում ենք ու տեսնում ենք, որ այո կա այստեղ առաջընթաց նույն նաև հեռահաղորդակցության ոլորտի, ինչը շատ կարևոր է, այս առումով աճը կարող ենք դրական համարել։ 2025-ի արդյունքներով Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող հնան կազմել է 3,666,540 դրամ կամ 9,474 դոլար։ Տնտեսագետը նկատում է, այն բավականին բարձր է, բայց չպետք է նաև մոռանալ, որ սա տեսական ցուցանիշ է։ Հայաստանը համարվում է միջինից ավելի բարձր եկամուտ ունեցող երկիր եւ նաեւ համատաբար նաեւ այս տնտեսական աճով պայմանավորված նաեւ մեկ շնչին հաշվով հնան է աճել։ Սա իհարկե կարևոր ցուցանիշ է, եթե համադրենք օրինակ երկրում ընդհանուր աղքատության ցուցանիշի հետ գործազրկության համադրիչ կարող ենք գնահատել, այս պայմաններում կարող ենք ասել, որ քանի որ գործազրկության ցուցանիշն էլ բավական ցածր է, այս ցուցանիշը կարող ենք որոշակի դրական համարենք։ Տնտեսական բարձր աճը իր հետ բերում է նաև հարկային բարձր եկամուտներ, ինչն էլ պետությունը տարբեր ծրագրերով փորձում է վերադարձնել քաղաքացիներին, ավելի ներառական դարձնելով այդ աճը, նկատում է Արուսյակ Մանավազյանը։ Օրինակ, առողջապահության ապահովագրության ռեֆորմը հենց ուղիղ կապ ունի քաղաքացու հետ։ Մենք գիտենք, որ մինչև այս պահի դրությամբ ահռելի մեծ հոսք կա, դիմում են հենց ապահովագրական ծառայությունից օգտվելու համար։ Մենք բարձրացրել ենք կեսաթոշակառուների եւ նպաստառուների անկանխիկ գործարքներից հետ վերադարձի տոկոսը, որը եւս ուղիղ անմիջականորեն կապված է քաղաքացիների հետ եւ որքան մեծանա եւ ակտիվանա տնտեսական աճը, քաղաքացին ավելի շատ զգալու է հենց իր վրա։ 2026-ին պետությունը թիրախավորել է 5,4% տնտեսական աճ։ Պատգամավորը վստահ է, խաղաղության գործընթացն ու զուգահեռաբար սպասվող խոշոր ծրագրերը կարող են ավելի բարձր արդյունք ապահովել։ Տնտեսագետի գնահատմամբ տեսանելի խնդիրներ չկան, որոնք կարող են խանգարել թիրախի կատարմանը։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։